բարձրացեմ անում Եվ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Շատ ուրախ եմ զիս բրկեցի Եկավ երկնքից աշխարհ Ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր Մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյալ Տեր կբարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ Ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր Մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյալ Տեր կբարձրացնեմ անում Տեր կբարձրացնեմ անում Երբ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Շատ ուրախ եմ զիս բրկեցի Եկավ երկնքից աշխարհ Ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր Մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյալ Տեր կբարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ Ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր Մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյալ Տեր կբարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ Ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր Մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյալ Տեր կբարձրացնեմ անում Տեր կբարձրացնեմ անում Տեր կբարձրացնեմ անում Հալելույա Ոսենք միասին Տերոջ անունը բարձրացնենք Նա արժանի որ ամբողջ երկիրը նրան բարձրացնե և գովե Հալելույա Եկեք այս երկով ողջ երկիր և ազգերը մեծարում են անունը քո Մենք էլ մեծարենք Մենք էլ մեր ձայները բարձրացնենք և նրան փառաբանենք Ողջ երկիրը և ազգերը մեծարում են անունը քո Քոնն է փառքը, զորությունը և պատիվը Ավիտ Մեկ անգամ եմ Ողջ երկիրը և ազգերը մեծարում են անունը քո Քոնն է փառքը, զորությունը և պատիվը Ավիտյան Մեծարում ենք անունը քո Զոր Աստված Մեծարում ենք անունը քո Տերերի Տեր Մեծարում ենք անունը քո Զոր Թագավոր Մեծարում ենք անունը քո Ավիտյան Մեծարում ենք անունը քո Զոր Արքա Մեծարում ենք անունը քո Տերերի Տեր Մեծարում ենք անունը քո Զոր Թագավոր Մեծարում ենք անունը քո Հավիտյան Ողջ երկիրը Մեր ազգերը մեծարում են անունը քո Քոնն է փառքը, զորությունը և պատիվը Հավիտյան Մեծարում ենք անունը քո Զոր Աստված Մեծարում ենք անունը քո Տերերի Տեր Մեծարում ենք անունը քո Զոր Թագավոր Մեծարում
երկիրն ան մեծարի, փառաբանի եւ պատվի։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ սիրում ես բոլորին, ներում ես մեղավորին, մեր խաչյալ Հիսուս փրկիչ։ Մենք միշտ քեզ ենք պարտական, քո արյունով մաքրվեցան, առաջնորդիր մեզ քո լույսով, հավատում ենք քեզ սիրով, քեզ միշտ փառք տալիս, երկնային Տեր Սուրբ Հիսուս, քեզ միշտ փառք տալիս, երկնային Տեր Սուրբ Հիսուս, օրհնյալ ես դու մեր Տեր, դու հույս հավատք և սեր, օրհնյալ ես դու մեր Տեր, դու հույս հավատք և սեր, սպասում ենք քեզ կարոտով, շուտ արի քո հոր փառքով, լեցված ենք մենք Սուրբ Հոգով, կանչում ենք քեզ աղոթով, մենք միշտ քեզ ենք պարտական, քո արյունով մաքրվեցան, քո լույսով առաջնորդիր, անիր մեզ այս խավարի, քեզ միշտ փառք ենք տալիս, երկնային Տեր Սուրբ Հիսուս, քեզ միշտ փառք ենք տալիս, երկնային Տեր Սուրբ Հիսուս, օրհնյալ ես դու մեր Տեր, դու հույս հավատք և սեր, օրհնյալ ես դու մեր Տեր, դու հույս հավատք և սեր, քեզ միշտ փառք ենք տալիս, երկնային Տեր Սուրբ Հիսուս, քեզ միշտ փառք ենք տալիս, երկնային Տեր Սուրբ Հիսուս, օրհնյալ ես դու մեր Տեր, դու հույս հավատք և սեր, օրհնյալ ես դու մեր Տեր, դու հույս հավատք և սեր։ Հալելույա։ Ով մեր Տեր, քեզի փառաբանում ենք, քեզի մեծարում ենք, դու որ մեր հույսն ես, դու որ մեր հավատքը քեզ վրա է հիմնված, քեզի պաշտում ենք, հավատում ենք, որ այն հույսը, որ քեզ վրա ունենք, իզուր չի, դու այլ ամուր ժայրն ես, որ երբեք չես սասանվում, այն ճանապարհ, որով Տեր սկսել ենք քեզ հետ, գիտենք, որ երկինք են տանում, եւ մի օր փառքի մեջ պիտի քեզ հետ ապրենք, քեզի փառք եմ տալի, դու մեր հույսն ես նեղությունների մեջ, դժվարությունների մեջ, խնդիրների մեջ, դու ամենակարող Աստված, քեզի մեծարում ենք, հալելույա։ Տեր դու թանկ ես բոլորից, արժանի ողջ փառքի եւ ողջ պատվի, Տեր դու թանկ ես բոլորից, արժանի ողջ փառքի եւ ողջ պատվի, Տեր դու թանկ ես բոլորից, մեծարում եմ անունը քո, բարձրացնում եմ քեզ Տեր, շնորհակալ եմ Հիսուս քո արյան համար, որ բացել ես երկինքը հավիտյան մեզ համար, քեզանով ենք կանգնած օրգանի առջև, երկրպագության, շնորհակալ եմ Հիսուս քո արյան համար, որ բացել ես երկինքը հավիտյան մեզ համար, քեզանով ենք կանգնած օրգանի առջև,
թողություն Քո քաղցր նայված կյանք է ինձ պարգևած Արդ քեզանով է իմ բերկրություն Մինչ օգով կույր էի ինձ անմեղ կարծեցի Երբ զգացի մեղքերիս սանձրություն Անկահայն ժամանակ խաչյալի ոտքին տակ Եվ այնտեղ պրկվեցի խավարից Խաչի մոտ ծագեց լույս առավոտ Ես գտա մեղքերիս թողություն Քո քաղցր նայված կյանք է ինձ պարգևած Արդ քեզանով է իմ բերկրություն Արդ խավարն անցել է սուրբ արև ծագել է Եվ հիմա տեսնում եմ իմ փրկչին Քեզ եմ նայում Հիսուս դու դուր ինձ կյանք և լույս Խաչի մոտ կյանքը տավ իմ հոգին Խաչի մոտ ծագեց լույս առավոտ Ես գտա մեղքերիս թողություն Քո քաղցր նայված կյանք է ինձ պարգևած Արդ քեզանով է իմ բերկրություն Խաչի մոտ ծագեց լույս առավոտ Ես գտա մեղքերիս թողություն Քո քաղցր նայված կյանք է ինձ պարգևած Արդ քեզանով է իմ բերկրություն Արդ քեզանով է իմ բերկրություն Տերոջ արյան մեջ շատ մեծ զորություն կա եւ սատանան եւ դժոխքը դրանից շատ է վախենում ու զարհուրում Հալելույա եւ մենք այս երգ երգենք զորություն կա Տեր քո արյան մեջ մի հրաշալի մեծ զորություն Ուզես մեղած բերից լինել ազատ Փրկին արյան մեջ կա զորություն Ուզես չարի վրա տիրել անընդհատ Կա իր արյան մեջ զորություն կա անորաշալի Հիսուսի արյան մեջ զորություն կա անորաշալի Բարնոքի անկին արյան մեջ Ուզես ազատ լինել անձետ հպարտ Փրկին արյան մեջ կա զորություն Արդ խաչին տակ խոնարել է քեզ պարտ Կա իր արյան մեջ զորություն կա անորաշալի Քրիստոսի արյան մեջ զորություն կա անորաշալի Գառնուկի անկին արյան մեջ Ուզես լինել դուցյունեն պես ջերմակ Փրկին արյան մեջ կա զորություն Մեղած բեռից մաքրվիր արյան տակ Կա իր արյան մեջ զորություն կա անորաշալի Հիսուսի արյան մեջ զորություն կա անորաշալի Գառնուկի անկին արյան մեջ
մեծ զորություն կա Ես պիտի երկեմ ու պարավանեմ Իսուս փրկիչ քո անունը Միշտ պիտի երկեմ ու գովաբանեմ Իսուս քո անունը Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Միշտ ուրախ երգով, գովգդ երգելով Պաշտում ենք քեզի Տեր Հիսուս Ուրախ երգերով, դամբուկ ու պարով Պաշտում ենք քեզ Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Եկեք մեկ անգամ էլ այս երկենք Ես պիտի երկեմ ու պարավանեմ Իսուս փրկիչ քո անունը Միշտ պիտի երկեմ ու գովաբանեմ Իսուս քո անունը Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Միշտ ուրախ սրտով, գովգդ երգելով Պաշտում ենք քեզ իմ Տեր Հիսուս Ուրախ երգերով, դամբուկով պարով Պաշտում ենք քեզ Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Սողոմոնն ասում է, ով իմ զավակս լսի իմ խոսքերը, ականջդ մի կողպի, երեսդ մի շրջի, ես քեզ խրատալից խոսքեր եմ տալի, որ դու իմաստուն ելնես, հաջողակ ելնես, ճիշտ ուղղությամբ գնաս եւ այդ ճիշտ ճանապարհին մեծ հաջողությունների գանտիպես։ Եվ դրա համար մենք էլ սրտանց կարիք ունենք ասենք, ով մեր Տերը, ով երկնային Տեր, դու որ իմաստության ակնու աղբյուրն ես։ Ես կյանքիս տարբեր պահերում կարիք ունեմ այդ իմաստությանը։ Հատկապես այսօր պետք է ես վերնագրով խոսեմ ձեզ հետ, իմաստություն եւ լուծման մտածողությունը, այսինքն իմաստություն, որ ճանապարհները ճարի, լուծման մտածողություն, այսինքն մատ ճանապարհ, մատ ելք է ստեղծում։ Մենք այդ կարիք ունենք այդ աստվածային իմաստությանը, որ մեր կյանքի կապերը կարող ենք բացենք։ Մեր կյանքի անյել վիճակների ներսը ելք ճարենք, ուղղություն ճարենք։ Եվ այդ ձևով կարողանանք որպեսզի իմաստուն մեկերը այդ խնդիրները, որ մեր կյանքում առաջագալի, դրանցից դաս սովորենք եւ չկրկնենք մեր սխալները։ Եթե ես ձեզ հարց տամ, որ որքան եք ձեր կյանքի սխալները կրկնվե, ինչ կասեք։ Մեկ անգամ ես մատ սխալը մար, դաս եմ սովորել, երբեք չեմ կրկնի։ Այդպես եղել է, կամ այդ սխալս կրկնվում է, ամեն քանի տարի մեկ կրկնվում է, տարբեր անգամներ կրկնվում է, ես հետևանքը կրում եմ, դժվարություններ կրում եմ, բայց դաս չեմ սովորում, էլի կրկնվում է։ Եվ հետիա որ մենք կարիք ունենք, ամբողջ սրտով Տերից խնդրենք ով Տեր, տուր ինձ իմաստություն, որ ես կարողանամ հետևանքը այն լինեմ, որ քո կամք տա, որ կարողանամ քեզ փառավորեմ։ Մի ժամանակ իմանում եք մեծ մեզանում համոզմունքները կազմված, այդ կորիզային մտածմունքն է, որը դրանց փոխելը շատ դժվար է։ Պետք է մենք այդ հասկացողությանը գանք, այդ զանազանությանը գանք, իմանանք ինչ թերություններ կա եւ մեր սիրտը բացենք Սուրբ Հոգու առջև եւ խնդրենք Տերիցը մեր սիրտը փոխի, այդ ներքին սխալ համոզմունքներից ազատվենք։ Որ նախորդ սրա մասին խոսեցել եմ, որ ինքը երկար պատմություն է, եւ երբ որ այդ ներքի համոզմունքները սկսում է փոխվելը, մեր ապրելաձևը սկսում է փոխվելը։ Քանի որ դրանք չի փոխե, մենք ինչքան ճյուղերը կտրենք ու ձևակերպենք, էլի դերևս նրանք կծլեն եւ մեզ նույն փոխանցումները կտան։
Եվ դրա համար մեր բաժինը սա է, որ Աստծո ներկայությանը աղոթելով խնդրենք, ով Տեր, իրավի սրտի խորքից փափակվում իմ ներքին համոզմունքները, այն ռակ, որ սխալ են, դրանցից ինձ ազատի ու փոխի։ Եվ հատկապես դուր քո աստվածային իմաստությունը, որ կարողանամ զանազանեմ եւ կարողանամ խնդիրերից դաս վերցնեմ եւ այնի լինեմ, որ քո կամքը տա, որ դու իմ կյանքում փառավորվես։ Կուզենամ ոտքի կայնենք մի մասի հարկանք Տերոջ խոսքից այնտես ուղղությամբ կարդամ Առակաց 8-րդ գլուխ 12-19 համարները այսպես ասում Ես իմաստությունս բնակվում եմ խորագիտության հետ եւ խորհուրդների գիտությունը գտել եմ, այսինքն ճանապարհ ու ելք ճարելու ձևը հասկացել եմ։ Տերոջ երկյուղը չարն ատելն է, հպարտություն եւ անպարտավանություն եւ չար գնացքը եւ նենգավոր բերանը ես ատում եմ։ Իմն է խորհուրդը եւ հաջողությունը, ես եմ հանճար եւ զորություն իմն է։ Ինձանով են թագավորները թագավորում եւ նախարարները արդարության կանոնները դնում։ Ինձանով են իշխում իշխանները, նաև ազնվականները ու աշխարհի բոլոր դատավորները։ Ես ինձ սիրողներին կսիրեմ եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։ Հարստություն եւ փառք կա ինձ հետ, ընտիրը ստացվածք եւ արդարություն։ Սակայն ամեն իմաստությունն ասում։ Իմաստությունը ասես չարություն ատում եմ, պատություն ատում եմ եւ արդարության շավիղներում եմ գնում։ Լավ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկուց եւ իմ արդյունքը ընտիր արծաթիցը եւ այդ ձևով իմաստություն իր ամբողջ հատկություններով ըստե իրան ներկայացնում ամես ուրեմն խոսքից վերնագիրը սա է որ իմաստությունը ելք ու միջոց ու ճանապարհ է ճարում եւ մենք կարիք ունենք այդ իմաստությանը մեր կյանքի տարբեր ասպարեզներում որ Տերից խնդրենք ով Տեր ինձ իմաստուն զավակ արաքո համար։ Մի ժամանակավոր մենք գալիս ենք Տերոջ ներկայությանը, եկեղեցում, հավատքով Տերոջ խոսքը լսում ենք։ Այդ ամեն ընտիր է։ Մեր հավատքն են գործադրում եւ Տերոջ ներկայության թանկարժեք է։ Բայց դերևս մենք մտեղ ենք, որ պետք է իմաստուն լինելով ինչ ընտրենք Աստծո խոսքը եւ հետևենք Աստծո խոսքին եւ կատարենք դրանք։ Հիշում եք, ես նախորդ խոսացի Տեր Հիսուսի առակի մասին, որ իմաստուն մարդը, իմաստուն անձը ժայռի վրա է սարքում, հիմարը ավազի վրա է սարքում։ Մենք Տերոջ խոսքը լսում ենք, արդեն երջանիկ մեկերն ենք։ Այդ կացության ենք, որ կարող ենք այդ խոսքը վերցնենք եւ կատարողներ լինենք եւ այդ իմաստուն անձնավորությունը լինենք, որ ժայռի վրա ենք սարքում։ Եթե այդ խոսքը լսենք ու ժայռի վրա չսարքենք, այդ խոսքը լսելը մեզ համար օգուտ չի տա։ Եվ դրա համար կարևոր է Տերոջ խոսքը ասում որ ինչպես ես լսում կարևոր է։ Լսում ես, որպեսզի քո կյանքում գործադրես, լսում ես, որպեսզի հետևես, որպեսզի ապրես եւ դրա արդյունքը Աստծո փառքը գայտնի քո կյանքում։ Այսինքն մենք հավատքով Աստծո շնորհքն առնում ենք, Աստծո ողորմությունն առնում ենք, բայց իմաստությունով կառուցում ենք մեր գիտեցածն ու հավատքն ու մեր համոզմունքները։ Եվ դրա համար կարևոր է, որպեսզի իմաստուն մեկերը Տերոջ խոսքը լսում են գործադրելով արդյունք առնենք։ Եթե չէ, այդ հիմար անձնավորությունը, որ ասած ինչեր հողի վրա էր սարքում, իմաստորին նման այն էլ սարքում էր, երկուսը էլ սարքում էին։ Մեկը սարքում էր ժայռի վրա, մեկը սարքում էր ավազի վրա։ Երկուսն էլ մտածում են ապակայում շենք են սարքում, երկուսն էլ շենք էին սարքում, երկուսն էլ գործում էին, երկուսն էլ ջանանում էին։ Բայց տեղերը վատ էր։ Մեկը ավազի վրա էր սարքում, մեկը ժայռի վրա։ Եվ դրա համար կարևոր է սիրելիս, որ ես ու դու Աստծո խոսքը կարդանք, լավ է, ընտիր է, բայց հետևանքը թույլ տակ այդ գործը մեր կյանքում մարմին ակնե։ Եվ այդ գործը մեր կյանքում իրականանա եւ լինենք իմաստուն զավակներ։ Ինչպես Սողոմոն անցած գրում է, ով զավակս դու որ իմաստուն լինես, իմ սիրտը կուրախանա։ Եվ այդ հայր Աստծո խոսքն է, որով իմ զավակը դու որ իմաստուն լինես, ճիշտ ընտրություններ անես։ Իմաստություն ասենք ինչ է, իմաստությունը սա է, որ գործի արդյունքը նայումը հետո կատարում է։ Իմաստությունը, հետո առիթելով ավելի ես խնդիր խոսեմ, իմաստությունը խրատ է լսում եւ խրատով փոխում է կամ ուրիշի փորձառությունը տեսնում է եւ զգուշանում է։
Այսինքն տեսնում է մեր հոգի սխալ արավ, ընկավ, ինքը չի հետևում, տեսնում է Ադամ Եվան, իր կյանքը, մեղքը եւ ինչ նրաման չի նրաման վարվում, այդ իմաստությունն է։ Բայց հասկացող մեկը դա է, որ սխալ է անում, սխալի հետևանքը գալիս է իր գլխին, դա սովորում հետո չի կրկնում։ Հիմա մենք իմաստուն ենք, թե խելացի ենք։ Խելացին ով է, նա է, որ սխալն անում է, իմաստությունը լսում է ու չի սխալ անում, բայց խելացին, ավելի ասենք գիդունն ու հասկացողը սխալը անում է, հետո արդյունքը իրան դաս է տալի, չի կրկնում, բայց հիմարն ով է, որ սխալն անում է, էլի կրկնում է, էլի նույնը կրկնում է։ Հիմա մեր կյանքում մատը ստուկ ենք, մենք իմաստուն մեկն ենք, գիդուն մեկն ենք կամ հիմար մեկն ենք։ Այսինքն որոշ գործեր, որ կրկնվում է, որոշ սխալներ, ցույց է տալի, որ մենք շատ խելացի իմաստուն չենք վարվում։ Ես մեծ սխալ արել եմ, այդ սխալից դժվար եմ էլի կրկնվել, մեր ուրիշ ձևու կերպով։ Եվ այդ ձևով մենք եթե իմաստուն լինենք, արդեն կանգ ենք առնում, խոհեմ ճանապարհներ ենք ընտրում եւ դաս ենք սովորում սխալից եւ դրա համար այլևս չենք կրկնում։ Դրա համար Հակոբոս Արաքյալն ասում է, ինչ եղբայրս, երբ որ ընկնես կերպ փորձանքների ներսը, այդ լավ ուրախություն համարի քեզ համար, որտեղ մենք կամ ընկար, մենք կամ սողացիր, դասդ կսովորես, ել չես ընկնի գետին։ Էդիկ Հակոբոսը առաջի գլխում իմաստուն մեկ էր ետախոսում։ Իմաստուն հավատացյալը, որ ասում է, այո, ամեն մարդ կսխալվի եւ կսողա եւ հետևանք կգա գլխին, բայց դասը կսովորի ու չի կրկնի։ Դրա համար նեղությունների ներսը, դժվարությունների ուրախություն համարեք, որտեղ արդեն մի դաս կսովորեք, որ ձեզ համար թանկարժեք է։ Մի դաս կսովորեք, որ ձեզի համար հաջողություն, ախտություն, առաջնորդություն կտա։ Եվ դրա համար սիրելիս մենք եթե մեր կյանքը մեր փոքր նայենք, կարելի է շատ ժամանակ շատ խելացի չենք եղել, շատ իմաստուն չենք եղել եւ երբեմն հիմարների նման ենք վարվել։ Եվ դրանից պետք է մենք դաս առնենք եւ Տերոջ խոսքը այս ուղղությամբ է ծետ ասում, Սողոմոնը ծետ է մեզ քաջարում։ Սիրելիս ականջը դարձրու ինձի, իմաստության խոսք եմ ասում, ուղիղ ճանապարհն եմ ցույց տալի, դժվարության ես հանդիպի, սխալ ես ընտրի, հետևանքը կրել ես, հիմա դասը սովորել ես։ Արդեն կատարյալ եղի, ազատվի, փոխվի։ Եվ այդ որ մեր հավատքի կյանքի ընթացքը դա է, որ երթալով փոխվում ենք եւ մի օր գելի որ Տերոջ նման կատարյալ իր նմանությունը գակնենք։ Եվ դրա համար կարևոր է, որ մենք ճիշտ ընտրություններ եւ ճիշտ ուղղությամբ քայլենք, որ կարողանանք երթալով աճենք, նույնը չմնանք։ Այսինքն 5 տարի առաջ սխալ ենք անում, սխալների դասը չենք սովորի, էլի նույն սխալները կրկնում ենք։ Եվ միջև երբ պետք է կրկնենք, չգիտեմ։ Եվ արդյոք մեր անունք էլի դրա իմաստություն, իմաստուն մեկը, հասկացող լավ գիդուն մեկը կամ աստվածության հիմարի էտիկետնա մեզ ուտում, որ կրկնում ենք։ Եվ դրա համար Տերոջ խոսքը մեզ խրատում է, որ սիրելիս իմաստությանն ասա, ով քույրս ինձ խրատի, ինձ առաջնորդի, ինձ օգնի, եւ այդ ձևով թույլ տուր, որ իմաստությունը քեզ առաջնորդող լինի։ Տերոջ խոսքում նայում ենք, որ իմաստությունը ինչպեսի արդյունքներ է տալի։ Եթե մենք Սուրբքի ներս նայենք, Սուրբ Գիրքը մոտ 400 տարվա պատմություն է գրում, 400 տարվա ընթացքում մարդիկ եւ կանայք, որ իրանց իմաստուն վարքով եւ ոմանք իրանց հիմար վարքերով ինչ արդյունքների հասան։ Մարդկանց կյանքն է նկարագրում, որ հիմարներ են եղել եւ Նաբադին նման մեկեր, որ կարդացինք։ Եվ իմաստուն ազգավորություններ, որ իրանց իմաստությունով ինչ փոփոխություններ են բերել։ Եվ տարբեր պահեր ու կացություններ ու սցենարիոների ներսն ատրանք գրվում, որ երբ որ մենք դրանք լավ ուսումնասիրենք ու լավ բաժ լինենք, մեզի շատ կօգնի քաջալերի, որ իմաստուն մեկի նման լինենք։ Եվ այդ ձևով այդ իմաստության կգանք, որ Տերոջ փառքը մեր կյանքում Երևան կգա։ Ուրեմն իմաստությունը այդ հատկությունն ունի, որ մատ ճանապարհը ցույց տալի, ճիշտ զանազանություն ու ընտրություն են տալի։ Ասում են Հենրի Ֆորդը իր մեքենայի գործարանում մեծ ջեներատոր ուներ, որ բավականին փող էր ծախսի եւ այդ ջեներատոր ամարյա թե ամբողջ այդ գործարանի խնդիրներ հայթայթելու, կայծը բանը անցածրելու համար գործադրվում էր։ Մի օր փչացավ, տարբեր մեկերի կանչեց եւ դրանց դրամ տվավ որ սարքեին։ Ով եկավ, ինչ ջանացավ չկարողացավ սարքել։
վերջապես մի հոգի շատ ընտիր մեկին ճարավ, որ այդ անձնավորություն եկավ, մե 10 րոպեն նայավ, մի քանի հատ բաներ ես կոմենկոմ արավ ու խնդիրը լուծվեց։ Գնաց, հետո մատ ինվոյս ուղարկավ, սրա համար ծախսը ուղարկավ, որ $10,000 կելնի։ Ես շատ զարմացա, որ դու ամենը 20 րոպե ավել չես գործի, $10,000, ասա իրականության ներսը, այդ որ այդ 20 րոպեի համար իմ դերավարձը $10 է, բայց $9,990 իմ զանազանության փողն եմ առնում։ Հենց այդ որ շատեր եկան չկարողացան անին։ Հիմա այդ զանազանությունը դες թանկարժեք է, որ ճիշտ խնդիրը, ճիշտ հիվանդությունը զանազանում է եւ ճիշտ ճարը տալիս է։ Այդ զանազանությունը իմաստությունից է գալի եւ մենք պետք է աստվածային իմաստություն ունենանք, որ մեր կյանքի տարբեր խնդիրների ներսը ճիշտ զանազանություն անենք, որ կարողանանք ամենալավագույն արդյունքների հասնենք։ Տերոջ խոսքի ներս երբ որ նայում ենք 2 Սամուել 20-րդ գլուխում տեսնում ենք իմաստուն կին կար։ Ասում է Սաբե անունով մեկը Դավիթի ակարակ ապստամբեց եւ երբ որ Հովաբը սպարապետը զորքը վերցրավ իր հետևից ընկավ, էսի գնաց մատ քաղաքում, ուրեմն Աբել անունով մատ քաղաքում գնաց այդտեղ եւ տեում Պարիսպավոր քաղաք էր, գնաց Պարիսպիներ սնուն ճիշտ տեում մնաց։ Հովաբը իր զորք հավաքեց այդ քաղաքը պաշտպանեց եւ ուզում էր այդ քաղաքը կրակ տային եւ այդպեսի պատերազմները շատ ժամանակ սրբությունում տեսնում ենք որ համարյա ամբողջ այդ ասած Բերտի ներսի մարդիկ մեռնում էին Հովաբը այդ ամբողջ Բերտը շրջապատեց եւ մատ կինը ներսից կանչավ ասավ Հովաբը նով է ուզում Հովաբի հետ խոսան որ սպարապետ էր Հովաբն ասավ ես եմ եւ ասում է իրան կոչտվա որ ինչու ես մատ քաղաք որ հանդեպ Դավիթի ամբողջ թագավորության հավատարիմ ամենին սպանում ես ու ջարդում ես ասավ ես չեմ եկի սպանել ես մենակ եկեմ Սաբե անունով մեկին որ Դավիթի ակարակ ապստամբեր է նրան եմ փնտրում ասավ թույլ տուր մենք խնդիրը գլուծենք գնաց քաղաքի մեծերի հետ խոսած ասում նրան գլխատեցին գլուխը գցեցին Հովաբի համար եւ Հովաբը շեփուր փչեց հետ եկա եւ Սուրբի գրում ասում այդ կինը իր իմաստությունով այդ ամբողջ քաղաքը մահից ազատեց այսինքն ճիշտ որոշմունք ու մոտեցում մատ ապստամբություն կա մատ ապստամբ մեկն է արդյոք դա ամբողջ քանի հազար հոգի մատ քաղաքում մեռնեն եւ այդ ձևով խոհեմությունը ճիշտ ազատությանն ու փրկության միջոց եղավ եւ իմաստությունը այդպեսով մեզի առաջնորդում է մեզի օգնում է մեր եկեղեցական խնդիրների ներսում ենք շատ ժամանակ այդ իմաստությանը կարիք ունենք Առաքյալների ժամանակ ասում է որ այս ժամանակ որ ավետարանն արագ ընթացքը առաջ էր գրում մարդիկ ապաշխարում էին տարբեր ասած ժողովուրդներ ոչրյաներից քրիստոնյային դարձել եւ եկեղեցին բավականին մեծ ճոխ ու թիվի էր հասել Եվ ասում է այդ ժամանակ ոչ հրյաների որբե վայրիներ, որ այժմ եկեղեցին ճիշտ ինշուրենս էր անում սրանց, օգնություն էր անում ու սրանց կարիքներ հայթայթում էր, որտեղ այսօրվա ինշուրենս խո չկար։ Եկեղեցին ծառայությունով պաշտպանում էր դրանց։ Դրանք եկան առաքյալների մոտ գանգատվեցին, որ հրյաները ամեն իրաց բաժիրն առնում են, բայց մեր հեթանոսներին շատ բաժիր չեն տալի։ Ասում աշակերտները դե հավաքվեցին աղոթքով խորհուրդ տվան։ Ասան 7 թոքի ընտրեք իմաստուն, Սուրբ Հոգով լեցուն, հավատարիմ եւ բարի մարդիկ եւ դրանք որոշեք այս խնդիրը հայթայթեն։ Եվ այդ ձևով այդ խնդիրը լուծվեց։ Այսինքն մատ լավ ընտիր իմաստությունով մատ դժվարություններ առաջ եկել։ Եկեղեցին արագ ընթացք առաջ էր գնում, արդեն մատ խառնիճաղանջություն էր առաջ եկել։ Իսկ կարծես մատ նավակ արագ գնում է, հանգարցակի մի բան առաջ եկես նավակ սկսում է ալեկոծության ու նավաբեկության հանդիպել։ Եվ ասում որ այդ խորհուրդը որ տվան խնդիրը հայթայթվեց եւ ավետարանի գործն առաջ էր գնում։ Միառ ժամանակ անցավ տարբեր հեթանոս երկրներից ու տեղերից մարդիկ քրիստոնյա դարձան եւ հрьяաները Երուսաղեմում հազարավոր թիվ էր որ քրիստոնյա էին եղել։ Եվ ասում այդ ժամանակ շատ փարիսեցիներից որ հավատքի էին եկան սկսան առաքյալները դիճել ու մեկ երբով այդ հավատացյալների հետ ուղղակիորեն որ ասած ոչ հրյա էին իրանց ասում են որ սրանք պետք է ամբողջ մովսեսական օրենքները կատարեն ենթարկվեն մովսեսական օրենքների Եվ այդ ձևով ասում որ մեծ վեճ առաջ եկավ եւ այնպես որ Պողոսի ու Շիղայի հակառակել վիճաբանություններ ստեղծվավ եւ ասում որ առաքյալներ Երուսաղեմում հավաքվեցին, մատ առաքյալական ժողով կազմվեց
Եվ ասում որ տեում խնդիրներ ուսումնասիրեցին եւ ասում Սուրբ Հոգու առաջնորդությունով Պետրոսը վեր կացավ եւ մատ պատկամ խոսեց, որ սիրելներ Աստված Տերոջ հրեշտակ ինձ հայտնեց, ինձ ուղարկավ Կորնելիոսի տունը, որ նրանք ոչ հрьяաներ էին եւ նրանք ապաշխարեցին եւ Սուրբ Հոգին իջավ նրանց վրա եւ Տերը նրանց ընդունեց։ Եվ ասա Պողոսն ու Շիղան էլ խոսեցին, որ մենք ոչ հրյա քաղաքներ են գնացի եւ Աստված հրաշքնշաններով ցույց է տալիս, որ նրանց ընդունել է եւ նրանք Տերոջ ոչ սիրելի են։ Եվ այդպեսով Հակոբոսն էր վերականում մատ մարգարական խոսքը շեշտում եւ ասում է եկեղեցի միաբան որոշեց, որ ոչ ով հրյա փարիսեցիներ, որ դու քրիստոնյա եք եղել, ձեր խոսքը ճիշտ չի։ Մենք չէ պետք է ոչ հրյաներին ստիպենք, հրյական օրենքների համաձայն վարվեն, թլպատվեն եւ ուրիշ խնդիրներ։ Եվ այդ ձեւով խնդիրը լուծվեց։ Այսինքն մատ ընտիր աստվածային իմաստություն եկեղեցու մատ մեծ դժվարություններ առաջ եկել։ Ճիշտ սատանան աշխատել խնդիրները խառներ, չարություն մեջտեղ բերելով եկեղեցուն ալեկոծության հանդիպեցներ։ Բայց Սուրբ Հոգու ներկայությունը եւ առաջնորդությունը ամեն խնդիրներ հայթայթվեց եւ առաքյալներ մատ նամակ գրեցին, մենք եւ Սուրբ Հոգին միասին այս որոշումը կարեցինք։ Եվ այդ միջև այսօր էլ քրիստոնյա աշխարհը եւ ոչ հրյաները այդ ընտիր որոշումի հետևանքով ավետարանի օշությունը վայելում են։ Եվ այդ ձևով իմաստությունը եկեղեցում կյանքի տարբեր ասպարեզներում կարիք է։ Եվ այդ ձևով իմաստությունը ասած դժվարություններ լուծում է եւ խնդիրներ հայթայթում է։ Ես տարիներ առաջ մեկ Շիրազում էինք ծառայում, ընդդեմ մեծ մասը պարսկախոս քրիստոնյաներ ունեինք եւ իմանում էին, որ մենք այդ ծառայությունը շարունակում ենք շուտ ուշ, ուրեմն այդ secret police-ը այդ հլատը մեզ կկանչի եւ կսկսի մեզ այդ հակառակելը։ Եվ ես իմանում եմ մի հատ կարևորագույն բան, որ մեզանից կպահանջեն, դա որ անդամների անունը մեզ տվեք։ Եթե ես մտածում եմ, որ եթե ես ամնդե տարբեր անդամների անունը տամնդեում, ուրեմն իմ հովությունը անմիտ է տեղ։ Ես չեմ կարող էլի ծառայություն շարունակեմ, այսինքն մատ անարժեք մի ծառայություն կելնի։ Եվ ինչ մտածում եմ, նախորդ էլ ես խնդիրը վկայել եմ, ինչ մտածում եմ, որ ինչ անեմ, որ ճիշտ մեկ ձևի ասած ես դրանց սկսեմ հակառակելը։ Եթե նրանք հակառակում են, օքեյ, ես կդիմադրեմ, բայց ես չեմ ուզում ուղղակիորեն հակառակությունը սկսեմ։ 2 տարիներ այդ պահին սպասում էին եւ ինչ էլ մտածում էին աղոթում հարմար պատասխան չիմ ճարում, որ սրանք երբ ասեն եկեղեցու անդամների անունները տուր մեզի, ասեմ չեմ տալի, ասեն հեր, չգիտեմ ինչ պատասխան տամ։ 2 տարի կարող եք մտածեք տարբեր ժամերի մտահոգություններ, ինչ էր մտածում, ինչ պատասխանը ճարում եմ, ինձ չէր համոզում։ Վերջապես պահը եկավ, ես էլ գնացի մնդե, դիմացինը շատ հարգանքով բարի գալուց, ասավ ու այսպես, հետո վերջապես ասավ օքեյ, շատ բարի ես եկել։ Ձեր անդամներն ովեր են, անունները գրեք։ Այդ որ ես մտահոգ եմ, որ երբեք ազատ պատասխան չունիմ։ Այդ պահին մանկամի Սուրբ Հոգին մատ խոսք տվավ ինձ, որ չեմ կարող անուններ գրեմ։ Ասավ հեր, ասեմ իմ խղճի պատճառով։ Այս խնդիրը այս ժամանակ սրանք հետոներ հասկացան, որ իրանց կրոնիներս ունեն, որ ոչ ոքի չես կարող ստիպես իր խղճի հակառակ մի քայլ վերցնե։ Ես որ ասամ, ես չեմ կարողանում իմ խղճի պատճառով, այս ազնվորությունը շփոթվել էր, չէր իմանում ինչ աներ։ 20 րոպե սկսավ տարբեր խոսքեր ասել, չէր իմանում վերջը որ դա ասածն է։ Եվ վերջապես ճարի չճարավ ու ասավ համեցեք։ Բայց որտեղ է տաս մենք կանք ու մենք սկսավ կոշտուկոպիտը սպառնալիքով խոսել դուրս եկանք։ Բայց երկար ժամանակ որ ես սրանց հետ կապի ներսնիմ, ամեն անգամ խղճից մի հատ խոսք խոսար։ Երբ որ ես այդ այն ասում եմ խիղճ չեմ անում, ես պետք է անել։ Հետո որ կռիվը սկսել էր։ Այսինքն տեսան որ Աստված իր խոսքի համաձայն բրացվեց ձեզ իմաստություն կտամ։ Եվ այդ ճանապարհով որ ձեզ կետակ ձեզ կառաջնորդեմ, իր խոսքը ճշմարիտ է, այո ամեն է։ Եվ այդ պահին որ կարիք ունիմ, այդ որ իմ մարդկային հասկացողությունով աշխատել մի բան ճարի, ոչի չիմ ճարե, բայց Տերը այդ իմաստությունը այդ ժամանակ տվավ։ Եվ գեղեցիկ այդ երբ որ մեկ 2 տարի դրանից հետո երբ որ գնացի Ուրումիա քաղաքում դեմ նման դժվարություն առաջ եկավ, այս անգամ ձևը փոխված էր։ Ինձ իմ հատ քաջություն էր տվել, ես շատ պինդ ու լուրջ կայնեի, ասեմ սահմաններն էս յա, ես այս սահմաններից ենկոմ չեմ երթա, այդ որ ավելցու պահանջներ ունենակ ես այս պատասխան չեմ տա։
Եվ Տերը ուզում ասեմ դեմ ուրիշ ձևեր առաջնորդում։ Եվ մեր Տերը իմաստության Տեր է, որ մեզի այն ասած ուղղություններին, որ կարիք է մեզ առաջնորդում է։ Այսինքն քեզի առաջնորդ է քո կյանքի կարիքների համաձայն։ Այդ պահերը, այդ օրերը, այդ վիճակները, այդ դրությունը, որ դու ունես, հատուկ իմաստության կարիք ունի եւ Տերը տեղ կտա քեզի։ Այսինքն ամեն ճիշտ խոսքը, ճիշտ ժամանակին, ճիշտ ձևի ասելը Սուրբ Հոգուց է, որ քեզ կտրվի։ Եվ քո կյանքի ուղղությունների ներսը դու կարող ես Սուրբ Հոգու առաջնորդությունը վայելես։ Սուրբ Հոգուց տված իմաստությունը, Սուրբ Հոգուց տված այդ զանազանությունը եւ էտիկ միջոց կելի, որ դու ճանապարհը իմանաս, ճանապարհը գտնես եւ այդպեսով այդ ճիշտ ուղղությամբ կարողանաս քայլես։ Իմաստությունը ելք ու միջոց է բացում։ Իմաստությունը ապագայի համար պատրաստություն է տեսնում։ Այսինքն իմաստուն մեկը ապագայի համար պատրաստություն է տեսնում։ Տեր Հիսուս ասավ վաղվա հոգսը մի արեք, բայց չասավ վաղվա համար պատրաստություն մի տեսեք։ Հոգս անելը մի բան է, պատրաստություն տեսնել ուրիշ բան է, չէ՞։ Մենք մտածում ենք, հոգս ենք անում, ձեռներս գործի չի եթում, դա սխալ է, բայց դե խոհեմությունով ապագայի համար դասավորում եք դա ընտիր է, դա իմաստություն է։ Եվ այդ ձևով իմաստություն ապագայի համար պատրաստություն է տեսնում, իմաստությունը տալիս է մեր կյանքի մոտ արդյունավետ կյանք ունենանք։ Եվ Տերոջ կամքը սա է, որ դու որպես իմաստուն զավակ, մոտ արդյունավետ, պտղավետ, ազդեցիկ մի կյանք ապրես։ Եվ Տերոջդ փառավորես, այդ իր կարևորագույն բաներից է։ Իմաստության մեծ հատկություններից էսի է, որ մեզի ծույլությունից հեռու է պահում։ Ծույլությունից հեռու է պահում։ Եթե ծույլ իմանում եք ինչ է, այն անգամ է ծույլության մասին խոսացիմ։ Ծույլությունը իր լավ հատկություններն ունի։ Ծույլ մեկը ինչ է, ոչ թե ասում է չեմ գործում, ասում է այս գործը այսօր չեմ անում, վաղը կանեմ։ Այսօր եկուց անում։ Միշտ գործ հետացքում է։ Եվ այդ ձևով անընդհատ ասում է այսօր ժողով չեմ հետա գացող կիրակի կետամ։ Այն մեկ կիրակի ասում է չէ, այն մեկի կետամ եսիկ չեմ երթա։ Այս անձնավորության վկայություն չեմ տա, այն մեկին վկայություն կտամ։ Եվ այդպեսով ոչ վկայությունը տալի ոչ եկեղեցի է հետում վերջապես։ Ամեն բանից հետ ամենում։ Եվ դրա համար ծույլությունը ճիշտ իմաստության հակառակ է։ Իմաստու մեկը ծույլ չի։ Քեզ քաջարում եմ, եթե ծույլությունը քեզ խանգարում է Սուրբի կարդաս, դրա հակառակ քայլ վերցրու։ Ես պատահ ժամանակ ասած ափսոսում եմ եք Սուրբից հեռու ենք մնում, ինքս նստում եմ Սուրբիքը կարճ ժամանակով ասեմ կարդան վերջացնեմ։ Պատահ ժամանակ որոշում եմ 2 ամսով կարդամ։ Եվ ես քանի ժամանակ այդ գործն արել եմ։ Մի ամսով համարյա թե տարբեր մասեր կարդացել եմ 2-րդ ամսվա, նախ 2-րդ ամիսը լրանա կավարտեմ։ Այսինքն ուզեմ կարդալով նպատակ այդ ամատ տետրակել ունեմ այնտեղ ամբողջ հայտություններ գրում եմ ներսը, բայց կարդալով ուզեմ այդ խոսքը իր տպավորություն ինձանում երնի, իմ սրտում հոգում երնի։ Եվ այդտեղում ճիշտ Տերը սկսում է խոսելը, ճիշտ արագ ամարտ կարդում անցնում է, բայց այդ խոսքը կարծես մեր մտքում հոգում տպավորվում է։ Եվ այդ կարևոր է, որ մենք այդպեսի ժամ տանք Տերոջ խոսքը այդպեսի կարդալու, սովորելու։ Իմաստության հետևանքը Աստծո խոսքից է գալի։ Տերոջ խոսքը մեզ իմաստուն անում։ Իմաստության հետևանքը մենք կարող ենք շարժարիտները զանազանենք։ Իմանում եք, եթե իմաստուն մեկ լինենք, մարդկանց շարժարիտները իրենց գործերից կարող ենք զանազանենք։ Եվ մենք կարիք ունենք։ Հիշում եմ այդ ազավորությունները մատ եղբայրեր, երբ որ իր խոսեիր, կասեր դու մեծ մեկն ես, մեծ, շատ հարգելի մեկն ես։ Ահա իշկա լավ, մեծ հարգելի մեկն է։ Երբ որ գպարտանում էիր։ Հետո տեսնում ես ում հասնում է այդ ասում է։ Հետո ում տեսնում ես դու շատ մեծ մեկն ես, ախետ չէ, լավ։ Հիմա մեր ժամանակը որ մենք զանազանում ենք մարդկանց խոսքի պատճառը, այդ բուն նպատակը իրան շարժարիտներ ինչ է։ Աբիսողոմը Դավիթի տղան մեծ քաշքշոցներ ուներ ու բան, ասում է արդեն երբ որ իրան ճարավ, ուրեմն եկավ այդ թագավորանիստ քաղաքում, այդտեղում ինքը 50 հոգու վերցրավ, որտեղ որ այդ մարդկանց իրանց առաջից ուղարկում էին, այդպես Աբիսողոմը գալիս, Աբիսողոմը գալիս, այսով Աբիսողոմը գալիս է։ Այսօրվա նման մարդիկ են ուղարկում, շեֆորներ են փչում, զինվորականներ կայնում են ու ճիշտ այդ մեծարանք են տալի, ճիշտ առաջնորդներին, ղեկավարներին, այդպեսի ճիշտ փառք ու պատիվ, ճիշտ կարծես բացառիկ մեկ են երկնքից են ընկել։ Չէ, մեր նման մարդիկ են
բայց այդ ձևակերպումները ուզում եմ իրան մեծ առեն։ Վերջապես Աբիսողոմը այդ ամեն գործեր անում էր եւ ասում եմ մարդիկ էին գալի այն ժամանակ դատարանը թագավորի մոտերու թագավորի իշխանության տակ էր։ Ով որ այդպես թագավորի մոտ դուրս էր գալի, այս էլ թագավորի տղա էր։ Այդպես ձեռեր տալի մարդիկ խոնարհվում իսրանց առաջ, Սուրբիկ ասում է գրկում էր ու իրաց մաչում էր, ասում էր, «Օ դու ճիշտ մարդ ես, ուղիղ մարդ ես, մեծ մարդ ես» այդ եղբոր ասելով, բայց թագավորի կողմից քեզ լսող չկա։ Ես իմ թագավորելի, ես իմ հովիվելի չես իման միշկանի ու բան, այդպեսի։ Հետո նրանք ասում են, «Ճիշտ լավ մարդ է, երանից էր թագավորել»։ Ասում է, 2 տարի այդպես արա, եւ ասում է շատերի սիրտը գողացավ եւ մարդիկ ասան Աբիսողոմ շատ լավ է, մենք եթում ենք իշքան սերով հարկանքով մեզ դիմավորում։ Եվ ասում է կարճ ժամանակից հետո Աբիսողոմը ապստանվեց եւ քանի արարողու իր հետևից քաշելով ուզում էր թագավորությունը Դավիթից առներ, բայց ինքը մեռավ եւ ամբողջ իր հետևորդներն էլ մեջտեղից գնացին։ Խոսքս էս է, որ նրանք որ Աբիսողոմին այդպես տեսվին զանազանությունը չունեին, չէին կարողանում զանազանին, որ սրա վարքի պատճառն ինչ է, սրա խոսքերի պատճառն ինչ է, հերա էս խոսքերն ասում։ Եվ այդ որ երբեմն մարդիկ տարբեր պատճառներով մեր խոսքեր են ասում, մեր մոտեցումներ ունեն, մենք պետք է զանազանենք, որ այդ դրա խոսքի պատճառն ինչ է, ինչ շահ կա այդ խոսքի ներս իր համար, կամ որտեղից է վիրավորվի այդպեսի արտահայտություն անում, ով որ ունի հարևանա բարեկամա ծանոթ է, մենք այդ խոսքը պետք է իմաստությունով զանազանենք եւ այդ ժամանակ իմանանք, որ այդ խոսքը իսկապես անկեղծ մեզ ներկայացվում կամ դիմացին իր շահերի պատճառով է, կամ մեզ մեծարում է, կամ ուրիշին արհամարում է։ Եվ այդ ձևով այդ իմաստությունը մենք կարիք ունենք մեր տարբեր հարաբերությունների ներսը, որ կարողանանք ճիշտ որոշում անենք։ Իմաստությունը իր ամբողջ ուղղություններով մեզի կպայի արդարության շատ եղներումը եւ մեզի հաճելի կդարձնի Աստծո